Միայն էլ ասվում է, հեսա մի փոքր առաջ գնա ու խոսենք բուն թեմայի մասին, ինչ այսօր տեղի ունեցել, մի փոքր համբեր ենք մեր հայրենակիցները միանան, որից հետո արդեն կներկայացնենք բուն թեման, կներկայացնենք մեր ասելիքը, ինչ են կարել, ինչպես են կարել և ինչի պատճառով, որպեսզի մեր քաղաքացիները իրազեկված լինեն։ Սպասենք մինչև մեր հայրենակիցները միանան, խնդրում եմ ովքեր որ միանում են գրեք ձայնը նորմալ է, եթե նորմալ է, անցնենք բուն թեմային, որպեսզի մեր քաղաքացիները իրազեկված լինեն թշնամի պետության, այո, հենց թշնամի պետության գործողություններից։ Խնդրում եմ գրեք, եթե ձայնը նորմալ է, մենք շարունակենք մեր լայվը։ Եվ կներկայացնեմ այն ամենը, ինչի համար այստեղ ուրեմն ուղի եթերը մտել ենք, կներկայացվեմ թե Մոսկվայում թշնամու կողմից ինչ սադրանքներ են տեղի ունեցել, ինչպես են այդ սադրանքները կասեցվել և այդ ամենի ընդհանուր բուն պատճառահետևանքային կապը։ Թերևս կարող ենք սկսել, կարող եք տարածել լայվը, լայքել, որպեսզի մարդիկ նույնպես տեսնեն մնացածը, անցնենք բուն թեմային, հարգելի ընկերներ։ Այս օրերին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ, ինչպես նաև Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի և իմ որպես Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Հայկ Դերզյանից մասնակցությամբ, որպես Հանրապետական կուսակցության պատվիրակություն գտնվում էր Մոսկվայում և գտնվում է այս պահին Մոսկվայում։ Հրավերը եղել է Ռուսաստանի իշխող քաղաքական ուժի Եդինայա Ռոսիայի կողմից, որի հետ մենք ունենք համագործակցություն և այս ամենը, այս հավաքը նվիրված է, այս միջազգային կոնֆերանսը նվիրված է մեծ հայրենական պատերազմի, մեծ հաղթանակի 80-ամյակին։ 80-ամյակին, որին բնականաբար հրավիրված են նաև տարբեր այլ դելեգացիաներ, տարբեր այլ երկրներից, Հնդկաստան, Չինաստան, Տաջիկստան, Ուզբեկիստան, Վենեսուելա և այլն բազմաթիվ երկրներ։ Հիմա անցնենք բուն ավելի կոնկրետ թեմային, ինչից այս ամեն ինչը սկսեց, ինչպես զարգացավ։ Ուրեմն ըստ ծրագրի, այսօր բուն ուրեմն միջազգային ֆորումի օրն էր, դելեգացիաների ղեկավարները իրավունք ունեն ելույթով հանդես գալու մինչև 5 կամ 6 րոպե։ Առաջինը, եթե նայենք Հայաստան-Ադրբեջան հարաբերակցության մեջ, ելույթ ունեցավ Ադրբեջանի ներկայացուցիչը։ Ադրբեջանի ներկայացուցիչը իր ելույթում շեշտեց, որ 44 օրյա պատերազմը, դա արժանի հաղթանակ էր Ադրբեջանի կողմից, նա այն կապեց 80-ամյակի հետ միջոցառումների հայրենական մեծ պատերազմի, այսինքն եկեք ֆիքսենք հետևյալը, որ պրովոկացիայի փորձ առաջինը արվել է Ադրբեջանի կողմից, այսինքն իրենց ելույթում 44 օրյա պատերազմը կապել են հայրենական մեծ պատերազմի հետ, որակել այն որպես ուրեմն արժանի հաղթանակ եւ այլն եւ այլն։ Ելույթից հետո եղան մի քանի ելույթներ, որից հետո հանդես եկավ ելույթով ուրեմն մեր Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Ելույթի մեջ բնականաբար շնորհավորանք 80-ամյակին, բնականաբար մեր հայերիս հայ ազգի մեծ մասնակցությունը, ակտիվ մասնակցությունը շարքային զինվորից մինչև մարշալներ եւ այլն այդ ամեն ինչով եւ բնականաբար շատ պարզ մի քննարկում գրած, քանի որ նաեւ խոսք է գնում ազգերի ինքնորոշումից, ազգերի իրավունքներից, բնականաբար ազգերի ինքնորոշումից թեմա գնաց։ Էդուարդ Շարմազանովը շատ հստակ իր ելույթում արձանագրեց առանց միանգամից ասեմ, առանց որևէ վիրավորանքի, առանց հայհոյանքի, պարզ իրողություններ, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։ Էդուարդ Շարմազանովը նաև իր ելույթում խոսեց այն մասին, որ բազմաթիվ արցախցիներ ակտիվ մասնակցություն ունեցել հայրենական մեծ պատերազմին, եւ դա փաստ է։ Եվ նաև փաստ է այն, կգնում եմ, մենք ողջ process-ը փաստերով ենք խոսացել, որ արցախցիները Արցախ ուներ ինքնորոշման եւ այսինքն բար փաստերով առանց որևէ վիրավորանքի ադրբեջանցիներին ուղղված։ Դրանից հետո սկսվեց ադրբեջանական հիստերիան։ Երևի իրենք մտածում էին, որ իրենց ելույթում, որտեղ շեշտում են այն մասին, որ 44 օրյան փորձում են կապեն 80-ամյակի հաղթանակների հետ, հայրենական մեծ հաղթանակի հետ, արդար հաղթանակի հետ, եւ մտածում են, որ
դալիճում նստած են երևի ԿՊ-ականներ ու տենց լուր մուր կհետևեն ու որևիցե արձագանք չեն տա, ինչը բնականաբար այդպես չէր։ Հայաստանի Հանրապետության բնականաբար, ներկայացուցիչները ակտիվ մասնակցություն ունեցան, ակտիվ խոսեցին բոլոր կարևոր թեմաներից։ Այստեղ է նաև մեր Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչները եւ բնականաբար իրենցից նույնպես եղան լավ ելույթներ, այսինքն կարելի է Ադրբեջանի, որպես այդպիսին դելեգացիայի պրովոկացիան կասեցվեց։ Էդուարդ Շարմազանովը շատ հստակ, դուք կարող եք այդ հատվածները տեսնել մեջում։ Արձագանքեց իրենց, որից հետո եկեք ֆիքսենք մի շատ կարևոր հանգամանք։ Ուրեմն ադրբեջանական դելեգացիայի հիստերիան այնքան մեծ էր, որ իրենց կողմից ուրեմն մի կին էր միջև այդ ելույթ ունենում, որտեղ որ ինքը այդ կինը գնաց սադրանքների։ Դրանից հետո դալիճի աջ հատվածում նստած ադրբեջանական ողջ դելեգացիան ակտիվացավ։ Երբ խոսում ենք ադրբեջանական դելեգացիայի մասին, մենք նկատի ունենք միայն նրանք, ովքեր որ եկել են Ադրբեջանից, այստեղ են նաև Ադրբեջանի այլ ներկայացուցիչներ, ովքեր հերախոսները միացրած, կրկնում եմ հերախոսները միացրած, միանգամից սկսեցին հակադարձել, միանգամից խախտել ռեգլամենտը։ Ես ուզում եմ մի շատ կարևոր բան հիշեցնել, որ Ադրբեջանի ներկայացուցիչի խոսալու ժամանակ մենք որից արձագանք չենք տվել։ Մենք տվել ենք արձագանք մեր խոսալու ժամանակ, որպեսզի չխախտենք ռեգլամենտը։ Ասեմ ձեզ ավելին, հայերենական պատերազմի 81-ին նվիրված միջոցառմանը իրենք առաջինը խախտեցին բուն միջոցառման ռեգլամենտը եւ նման ձևով չհարգեցին եւ լարվածություն ստեղծեցին Ռուսաստանի մեր գործընկերների նկատմամբ։ Ես դա որակում եմ որպես ադրբեջանական իշխանությունների կողմից, Ադրբեջանի կողմից անհարգալից վերաբերմունք, անարգանք Եդինայ Ռոսիային, անարգանք ողջ այս գործընթացին, որից հետո մենք բնականաբար արժանիորեն պետք է պատասխանենք եւ մենք կարծում եմ ցանկացած թասի պատիվ, թե քաղաքագիտական, թե տղայական, թե իրավական, թե բոլոր առումներով ցանկացած ներկայացուցիչ բնական է պետք է փաստի, որ այո, պետք էր արձագանքել եւ մենք արժանի արձագանք տվեցինք։ Էդուարդ Շարմազանովը հիշեցեց ողջ քաղաքագիտական, պատմական, իրավական, այս բուկետը նվիրեց Թշնամի պետությանը ներկայացնելով թե ինչի օրինակ Ադրբեջանը իրավունք չունի այս ինչ բաներից խոսալու, որտեղ գոյություն ունի ազգերի ինքնորոշում եւ շատ այլ գործընթացներ։ Ողջ այդ հատվածները կարող եք դուք տեսնել Էդուարդ Շարմազանովի էջում, իմ էջում, Facebook-յան էջում կտորները դրել եմ, կարող եք տեսնել նաեւ ուրեմն Մելիք Ադամյան 2 Telegram-յան ալիքում։ Այսինքն որից կերպ, ադրբեջանցիները հիմնավորում չբերեցին, իրենք սկսեցին գորգրալ, սկսեցին խոսալ, սկսեցին պահանջել ինչ որ ելույթների փոփոխություն, իրենք խոսք ուզել, այսինքն բովանդակային որից է հակադարձում մեզ չտվեցին եւ դա շարունակվեց որոշ ժամանակ հետո իրենց ներկայացուցիչներից մեկ Ադրբեջանի ներկայացուցիչ ամենայն հավանականությամբ այդ Ադրբեջանի ժամանակ ոչ թե Ռուսաստանում գտնվող հանդես եկավ տեղից առանց որևիցե ուրեմն ամբիոնին հնարավորություն ունենալու մոտիկանալու տեղից ինչ որ բառեր սկսեց ասել, ինչ որ ներկայացնել, եւ չգիտեմ նման ֆորմատը եւ այսինքն իրենք առաջինը խախտել են, բայց իրենք առաջինը հելում մունատ են գալիս։ Այն դեպքում երբ ամբողջովին ջախջախվեցին 4-5 հոգով նստած իրենց ուրեմն դելեգացիան, որից է փաստարկ, որից է հստակ հակադարձում, նույնիսկ տեսեք ինչ եմ ասում, Արցախի հարցը էլ մի կողմ եմ դնում, ուրեմն այս քննարկման ռեգլամենտին համապատասխան ոչինչ չասեց եւ դա փաստ է, որից հետո երբ այս ամեն ինչը շարունակվեց ես տեղիցս վեր կացա դիմելով թե ուրեմն հարգարժան վարողին մեր միջազգային ֆորումի թե մեր գործընկերներին թե բոլորին ու շատ պարզ ճշմարտություն ես շեշտեցի նայելով ադրբեջանցիներին եւ ասելով ռուսերեն ասեմ նաեւ թարգմանեմ հայերեն 10 страна который национальным героем является тот, кто ночью зарубил спящего человека, не может говорить о борьбе против фашизма. Вы сами фашисты. Հայերեն թարգմանաբար այն պետությունը, որը որ այն ժողովուրդը, այն ազգը, այն իշխանությունը, որը որ ազգային հերոսա տալիս մեկին, ով գիշեր է քնած ժամանակ, քնած մարդու է կացնահարում, ու այդ մարդը Ադրբեջանի ազգային հերոս, այսինքն մեր հերոսներն են, Նժդեհը, Մարշալ Բաղրամյանը, Վազգեն Սարգսյանը, իրանց հերոսները մի հատ նայեք ովքեր են, ասենք Ռամիլ Սաֆարովները, ովքեր որ քնած մարդու են կացնահարում ու դրանով ճանաչում են ազգի հերոս որպես ազգի տղա։ Այ դա իրանց երեսը, ու դա մենք ճապացրեցինք ադրբեջանցիների դեմքին։ Այդ արտահայտությունից հետո ադրբեջանցիներից որից մեկը չկարողացավ մի բառ անգամ ասի, չկարողացավ հակադարձի, իսկ նրանց Ադրբեջանի ներկայացուցիչը մոտեցավ sense թեթևից տպտպացնելով, որ բանը դուք Նժդեհին հիշեք, ես եմ բարձր, երևի չէր ուզում բարձր այդ ամեն ինչ ասել, որովհետև հակադարձելու բազմաթիվ բաներ կա կապված Ադրբեջանում հենց ուրեմն ֆաշիզմի ներկայացուցիչների ծնունդը տոնելու եւ իրենց արցան սարքելու հետ։
Ես են ասեցի մեկ մեր ավանդնժդե մեր հերոսն է, մենք իրան հիշում ենք ու հայել հիշելու ենք։ Դրանից հետո ծպտուն չանեց վեր ընկավ իր տեղը։ Իր նազիր վեզիրները հերախոսով կողքից նկարում են, դե պատրաստված են եկել։ Իրենց նպատակը սկզբից ուրեմն փորձել ներկայացնել, հա 44-օրյա պատերազմը, որի ընթացքում Ադրբեջանը ֆաշիստական իշխանությունները բարիզ բուն իմաստով ցեղասպանություն են իրականացրել Արցախում, բարիզ բուն իմաստով, հա ֆաշիզմի ներկայացան, ինչ Իլհամ Ալիևը, ինչ Ադոլֆ Հիտլերը, ինչ Երրորդ Ռեյխը, ինչ Ադրբեջանի իշխանությունները։ Իրենք նման կերպ փորձեցին Ռուսաստանում ստեղ մի շարք պետությունների ներկայությամբ, մի շարք մամուլի ներկայությամբ ներկայացնեն 44-օրյա պատերազմը այն առումով, որ տեսեք, մենք մեծ հաղթանակ ենք տարել, արժանի հաղթանակ ենք տարել, դեպ հետո երբ Էդուարդ Շարմազանով ամբողջ ասաց, ասիկ արժանի, ասին հա արժանի, բան, իրանք դրանով հաստատեցին, որ չեն կարող, հա, կոպիտ ասած կրուտի տանան, ինչ որ այլ բան ասեն։ Իրանք մտածեցին, այդ իրանց ելույթը, իրանց բանը կանցնի, իրանք այդ տեսանյութը ցույց կտան իրանց նախագահին, Իլհամ Ալիևին, ինչ որ մեկին կգցնեն, կհաջողանան, ցույց կտան, բայց իրանք չեն սպասում, որտեղ նստած են հենց մարդիկ, ովքեր հենց հայրենիքի մասին մտածում են ու փաստարկված, մի կողմ են դնում էմոցիաները, ամեն ինչ մի կողմ են դնում, փաստարկված արձագանքելու լիքը բան ունեն։ Ու մենք այո, փաստարկված արձագանքեցինք, բարիզ բուն իմաստով, այդ բառը չեմ սիրում, բայց պորտատեղադրում արեցինք ադրբեջանցիներին եւ այս ամենի արդյունքում առանց կողմնապահության, հա, մի կողմ դնում մեր հայ լինելը, անկեղծ կողքից աչքով նայող բազմաթիվ մարդիկ ասեցին հալելա, անկեղծ եմ ասում, այդ մարդիկ տարբեր դելեգացիաների անուններ չտան, որպեսզի հալվածի տակ չդնենք այդ մարդկանց, իրանք եկան ասեցին հալելա, նրանք ովքեր որ ռուսերեն հասկանում էին, այնտեղ նաև սարքեր կային այն մարդկանց համար, ովքեր որ օրինակ ռուսերենից այդքան էլ լավ չեն, որպեսզի հա թարգմանություն լինի, անք ասին հալելա ձեզ, որ նախ մենք շատ զուսպ հիստերիան իրանց կողմից եղավ, մենք որևէ բառով չենք վիրավորել իրենց, հստակ արձանագրեցինք ու արձագանքեցինք Ադրբեջանին։ Որից հետո բնականաբար նաև այնտեղ նստած բազմաթիվ մարդիկ հասկացան ողջ իրողությունը, առանձին նաև զրույցներ ունեցանք, հարգելի հայրենակիցներ, կարող ենք այո փաստել, որ ուրեմն Եդինա Ռոսիայի հրավերով մեծ, հա, հաղթանակի կապակցությամբ կազմակերպված միջազգային կոնֆերանսում, այդ ամենը ասում եմ առանց պաթոսի, առանց ոյցե մեր հայերից գլուխ գովալու չէ, մենք պատվով ներկայացեցինք Հայաստանը։ Էդուարդ Շարմազանովի ելույթը կարող եք նայել, համացանցում կա, կրկնում իմեջում, իր էջում, Telegram Էլիկադամա 2-ում, մեր հստակ արձագանքը, մեր հստակ շփումներ, այսինքն մենք նաև շատ բարձ մի բան արձանագրենք, հա, ես այս ամեն ինչի ֆոնին չեմ ուզում Հայաստանի իշխանություններին, ասես ներքաղաքական բան տակ մտնեմ, բայց մի բան փաստ է, որ այնտեղ եթե նստածել են ԿՊ-ականներ, իրենք այլ ձև կարձագանքեն, մի իշխանություն, որ ասում Արցախը Ադրբեջանին է, չէր կարող էլի ծպտուն հաներ։ Իսկ երբ որ մենք խոսում ենք իրանց կողմից իրականացած ցեղասպանության մասին, էթնիկ զտումների մասին, հայատյացության մասին, դա ինչա եթե ոչ ֆաշիզմի մաս եւ ֆաշիզմ իրականացած պետությունը այսօր ներկայացված խոսում է ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի մասին։ Եթե օրինակ ադրբեջանցիները ասեն մենք օրինակ ֆաշիստական Գերմանիայի տոնում ենք այն ժամանակ Լեհաստանի ուրեմն օկուպացիան կամ Ֆրանսիայի օկուպացիան, կասեի հա գնացեք այդ միջոցառմանը, բայց դուք ինչ կապ ունեք ֆաշիզմի դեմ պայքարի հետ։ Բացարձակ կապ չունեք։ Մի խոսքով ժողովուրդ ջան, օրը շատ լավ է ավարտվում։ Մենք բարձր ենք պահել Հայաստանի պատիվը, նաև շնորհակալություն պետք է հայտնենք մեծ հետ նաև միասին Բարգավաճ Հայաստան կուսակցություններ, Իվետա Տոնոյանը իրենց ուրեմն դելեգացիայի ղեկավար շատ լավ ելույթ ունեցավ, նաև Տիկին Տոնոյանի էջում կարող եք տեսնել։ Իրոք էլի, ինչպես ասում են, Արման Աբովյանը տեղից ուղակի փառա եղարձագանքներ տվեց։ Լուիզան իր ազգային ժողովի նախին պատգամավոր շատ լավ ամեն ինչ արձանագրեց, Աբրահամյան Տիգրանը ինչպես միշտ մեր ֆրակցիայի քարտուղար իր տեղում էր։ Ժողովուրդ շատ չեմ ուզում գլուխ գովալ, չեմ ուզում, այ այդ ամենավատ բանն է, տենց ոնց որ ասում են դուք ինքներդ ձեր աչքով մտեք, նայեք եւ այո, ես պետք է հստակ փաստեմ եւ արձանագրեմ, որ մենք հայերս չենք թողնելու այս ամենը այդպես եւ ողջ աշխարհին ցույց ենք տալու, որ մենք առաջին հերթին, հա, մեր պետության, մեր պետականության ու պատմության տերն ենք։ Եթե մենք դա չայցենք, մեր փոխեն ոչ մեկ դա չի անելու։ Մի խոսքով ժողովուրդ ջան, այդքանը կարող եմ ասել, շատ շնորհակալություն շահության համար, կարող եք լայվը տարածել, մենք Մոսկվայից շատ շուտով պատվով վերադառնալու ենք Հայաստան։ Եվ կարող եմ փաստել, որ այո, առանց կրկնում գլուխ գովալու մենք մեր միսիան արժանիորեն իրականացրել ենք։ Շնորհակալ եմ բոլորիդ ուշադրության համար, կապի մեջ։